Մեզնից շատերը ամեն օր 1-2 անգամ նստում են ավտոբուս, որ հիմա հատկապես ավելի ծանրաբեռնված է, հաշվի առնելով, որ դպրոցական արձակուրդները ավարտվել են ու մեքենաները ահավոր շատացել են։ Ամեն օր նույն բանն է։ Մարդիկ խցկվում են ավտոբուսների մեջ, որտեղ շնչելու օդ չկա։ Մի կերպ բռնված են, կանգնած են, կամ կարողացել են նստել, հեռախոսների մեջ են, երաժշտություն են լսում, չգիտեմ, սպասում են, որ մի քանի րոպեն անցնի ու վերջապես դուրս գան այդտեղից։ Երբեմն շատ լիքը չի լինում, բայց անգամ այդ դեպքում, երբ որ ավտոբուս եք բարձրանում, դուք ինքնակամ առանց երկար մտածելու վստահություն եք ցուցաբերում վարորդի ու մյուս ուղևորների նկատմամբ։ Մենք այս մարդկանց չենք ճանաչում, չգիտենք ովքեր են, որտեղից են գալիս, ուր են գնում, ինչ են մտածում, ինչ հոգեվիճակի մեջ են, բայց երբեք չենք կասկածում, որ այդտեղից ողջ ու առողջ դուրս ենք գալու։ Այդպես էլ պիտի լինի, բայց վերջերս ԱՄՆ-ի գնացքներից մեկում տեղի ունեցած սպանությունը ստիպում է, որ մեր ապահովությունը կասկածի տակ դնենք ամեն վայրկյան։ Ինչի ունենք այն, ինչ ունենք այսօր ու ինչ են մարդիկ արդարացնում մարդասպանին։ Խոսում ենք Իրինա Զառուցկայի մասին։ Her name was Irina Zarutska, only 23 years old. She had fled the war in Ukraine with her family in 2022. And many outlets have shamefully and intentionally failed to report until President Trump drew attention to it. It was a warm August night in Charlotte. The platform lights glowed soft yellow. It's surreal that this was so random of an act and so blatant of an act. Բարի գալուստ Case Closed, որտեղ խոսում ենք մարդասպանների, սեռական մարդասպանների, դաժանության դատերի ու պարանորմալ երևույթների մասին։ Հիշեցնեմ, որ ալիքում բոլոր պատմությունները իրական են, նախատեսված չեն զգայուն մարդկանց ու անչափահասների համար։ Այսօրվա պատմությունը շատ կարևոր է մեզնից յուրաքանչյուրի համար, որովհետև անտառում չի եղել, անզգուշության պատճառով չի եղել, ծանոթ մարդ չի եղել, ոչ մի օգուտ չի ունեցել, այսինքն այս աղջկա փոխարեն կարող էր լինել մեզնից ցանկացածը։ Իրինա Զառուցկան ծնվել էր 2002 թվականի մայիսի 22-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում։ Շատ բան չգիտենք աղջկա մասին, հետագայում հնարավոր է, որ ավելի շատ տեղեկություն հայտնի դառնա, բայց այս պահին գիտենք, որ Իրինան մոր ու երկու փոքր քույրերի հետ 2022 թվականին պատերազմի պատճառով լքել էր երկիրը ու տեղափոխվել Շարլոտ, Հարավային Կարոլինա։ Հայրը չկարողացավ ընտանիքին միանալ հասկանալի պատճառներով, բայց կինն ու աղջիկները գոնե կարողացան նոր կյանք սկսել։ Կամաց հարմարվում էին։ Իրինան աշխատանքի էր անցել պիցայի կետում ու չնայած որ լավ անգլերեն չէր խոսում, բոլոր նրանք, ովքեր շփվել էին հետո, ովքեր ճանաչում էին, ասում են, որ իր հետ աշխատելը շատ հեշտ է։ Ցանկացած մարդու հետ շատ արագ ընկերանում էր ու եթե հնարավորություն ուներ, փորձում էր բոլորին օգնել։ 2025 թվականի օգոստոսի 22-ին Իրինան սովորականի պես աշխատանքը վերջացնում է ու երեկոյան 9:45-46 րոպեին նստում է գնացք, որ գնա տուն։ Առանց երկար մտածելու նստում է առաջին պատահած ազատ աթոռին ու ինչպես ուղևորներից շատերը սկսում է հեռախոսով զբաղվել։ Առաջին 4 րոպեների ընթացքում տարօրինակ ոչ մի բան տեղի չի ունենում, բացի նրանից, որ աղջկա հետևում նստած տղամարդը տարօրինակ անհանգիստ է թվում։ 9:50 րոպեին տղամարդը կանգնում է ու գրպանի դանակով աղջկան հասցնում 3 հարված, որոնցից առնվազն մեկը վզին էր։ Ուղևորները շրջվում տեսնում են, հավանաբար չեն հասկանում ինչա կատարվում ու ուշադրություն չեն դարձնում։ Կամ ուղղակի չեն ուզում խառնվել։ Մինչդեռ այս աղջիկը սարսափահար նայում է այդ անծանոթ տղամարդուն, ձեռքերով փակում է դեմքը ու ոչ մի բան չի ասում։ Հավանաբար, որովհետև վախենում էր, որ նորից կհարձակվի։ Մի քանի վայրկյան հետո 23 տարեկան Իրինա Զառուցկայի մահացած մարմինը հայտնվում է գետնին։ Իսկ հարձակումից ընդամենը 2 րոպե հետո, երբ գնացքը կանգնում է հաջորդ կանգառում, ոստիկանները արդեն սպասում էին։ Մարդասպանը Դե Կարլոս Բրաուն Ջունիորն էր կամ ուղղակի Կարլոս։ 34 տարեկան տղամարդը Իրինայի հետ ոչ մի կապ չուներ։ Երբեք չեն հանդիպել ու հարձակումը զուտ իր հոգեկան վիճակի արդյունքն էր։ Ունի երկար ու շատ ծավալուն հանցավոր պատմություն։ 2007-ից 2009 թվականներին 3 անգամ մեղադրանք էր առաջադրվել թեթև հանցագործությունների համար, հարձակում, հասարակական կարգի խախտում, պետական մարմիններին դիմադրելու փորձ եւ այլն։
Բոլոր դեպքերում մեղադրանքը հետավարձվել ու դա տեղի չի ունեցել։ 2011-ից 13 թվականներին մի քանի անգամ մեղադրանք առաջադրվել հասարակական կարգը խախտելու գործով, բայց այս դեպքում անմիջապես չեն ձերբակալել, այլ ծանուցում են ուղարկել, որ ներկայանա դատարան, բայց Կառլոսը այս ծանուցումները ստանում է ուղղակի անտեսում։ 2011-ի սեպտեմբերին մեղադրանք առաջադրվում սպառնալիքներ հնչեցնելու գործով, նոյեմբերին սահմանված արագությունը 35 կմ/ժ-ով գերազանցելու գործով, որոնց համար նորից դատարան չի ներկայացել։ 2013 թվականի ապրիլին մեղադրվեց խանութից գողություն կատարելու համար, իսկ նախորդ հանցանքի արագությունը գերազանցելու գործով ձերբակալվեց 2013 թվականի հունիսին։ Նույն տարվա օգոստոսին ձերբակալվեց նախորդ ծանուցումները անտեսելու, ինչպես նաև գույքային վնաս հասցնելու 2 մեղադրանքով, բայց նույն օրը էլի ազատ արձակվեց։ Նոյեմբերի 11-ին ձերբակալվեց ներխուժման ու կողոպուտի գործով, ազատազրկվեց 30 օրով, ինչը հաջորդվեց 24 ամիս վերահսկվող պայմանական ազատազրկմամբ։ 2014-ի օգոստոսի 21-ին Հոնդուրասի մի մարդու ծեծել էր, գողացել հեռախոսն ու 750 ԱՄՆ դոլար, որոնք հետո հայտնաբերեցին իր տանը։ Դրա պատճառով ազատազրկվեց 5 տարով։ 2020 թվականի սեպտեմբերի 20-ին ազատ արձակվեց քաղաքը չլքելու պայմանով։ 2022 թվականին ձերբակալվեց ինչ-որ կնոջ բռնության ենթարկելու մեղադրանքով։ Իր կինը չէր, երբեք ամուսնացած չի եղել, բայց նաև չգիտենք ով էր այս կինը, իր հետ կապ ուներ, թե ուղղակի անծանոթ պատահական կին էր։ Նույն գործի հետ կապված կա նաև գույքային վնասի մեղադրանք, որի համար չի ձերբակալվել։ Սրանք շատ կարևոր են, որովհետև ինչի համար են բանտերն ու դատական համակարգը։ Հանցագործներին պատժելու, ինչ-որ բան սովորացնելու, հանցագործությունները կանխելու, մարդկանց իրանցից պաշտպանելու համար են։ Բայց եթե այդքանից հետո ոչ մի լուրջ պատիժ չեն կրում, նշանակում է, որ ավելի համարձակ են դառնալու, մտածելու են, որ ինչ էլ անեն, մեկա չեն պատժվելու։ Դրանից հետո 2024 թվականին մի քանի անգամ կալանավորվել է ոստիկանությանը անիմաստ դիմելու համար։ Այդ դեպքերից վերջինը 2025 թվականի հունվարին էր, նորից զանգել էր 911 ու ասում էր, որ իր մարմնում չիպ են տեղադրել։ Այդ չիպով կարողանում են կառավարել իրան։ Ամեն քայլը, ոնց կքայլեր, ոնց կշարժվեր, ինչ կուտեր, ինչ կհագներ, ում հետ կխոսեր, ինչ կասեր, ինչ կաներ ընդհանրապես։ Ոստիկաններից պահանջում էր, որ չիպը գտնեն ու ազատվեն դրանից։ Ոստիկանները ասում են, որ իրանք բժիշկ չեն ու ոչ մի բանով չեն կարող օգնել, ինչից Կառլոսը նյարդայնանում է ու հենց իրանց աչքի առաջ նորից զանգում է ոստիկանություն ու բողոք ներկայացնում։ Դրա համար արդեն կալանավորելու իրավունք ունեին, բայց ստորագրության բաց են թողնում։ Հուլիսի 28-ին դատարանը կարգադրեց, որ Կառլոսը անցնի հոգեբանական փորձաքննություն, այն բանից հետո, որ պաշտպանող կողմը պնդում էր, որ դատավարությանը մասնակցելու համար համապատասխան հոգեվիճակում չի գտնվում։ Չնայած որ հրամանը արդեն կար, այնտեղ ամեն ինչ այդքան հեշտ ու արագ չի ստացվում, ու օրը դեռ չէին նշանակել։ Դրանց ընդամենը 3.5 շաբաթ հետո Դե Կարլոս Բրաուն Ջունիորին ձերբակալում են Իրինա Զարուցկային սպանելու գործով։ Մինչև սպանությունը կատարել է, ինքը ուներ արդեն շատ երկար հանցավոր պատմություն, բայց ամենաերկարը, որ մնացել էր բանտում, եղել էր 5 տարին։ Դրանից հետո ըստ իր ընտանիքի անդամների հոգեվիճակը սկսել էր կտրուկ վատանալ։ Բնավորությունը լրիվ փոխվել էր։ Տան դռները ջարդում էր, մոր վրա գոռում էր, ինքն իրեն խոսում էր, տանը անիմաստ աճու ձախ էր քայլում։ Մայրը Միշելը անհանգստանում է ու տղային տանում հոգեբանի մոտ, որտեղ ախտորոշում են շիզոֆրենիա։ Շիզոֆրենիայով տառապող մարդիկ տեսնում ու լսում են բաներ, որ իրականում գոյություն չունեն։ Դրա համար դեղեր էին նշանակել, բայց Կառլոսը հրաժարվում էր ընդունել ու դրա պատճառով վիճակը օր-օրի ավելի էր վատանում։ Միշելը սկսում է վախենալ, մտածում է, որ շատ հնարավոր է, որ մի օր առանց հասկանալու վնասի իրան աղջկան կամ ամուսնուն։ Տանում է հոգեբուժարան, որտեղ ասում են, որ տեղ չունեն ու քանի որ ինքն իրեն վնասելու սպառնալիքներ չի արտահայտել, առաջնային խնդիր չի, ուղարկում են տուն։ Բնականաբար դրանով չի բավարարվում, գնում է դատարան ու ասում, որ տղային օգնություն է պետք։ Դատարանը հայցը բավարարում է, ուղարկում մի հատ ուրիշ հոգեբուժարան, որտեղ ընդամենը 14 օր պահելուց հետո նորից դուրս են գրում ու ուղարկում տուն։ Միշելն ու ամուսինը ինչքան էլ որ դժվար էր, որոշում են տղային տանել անտունների տուն, որովհետև հետը ապրել էլ հնարավոր չէր։ Հիմա ընտանիքի անդամները չնայած որ չեն արդարացնում այն ինչ արել է, ասում են, որ եթե ժամանակին ստանար այն խնամքն ու օգնությունը, որի կարիք ուներ, այսօր բանը սրան չէր հասնի։ Հիմա ինչի այս պատմությունը դարձել քաղաքական հարց, որովհետև մարդիկ պնդում են, որ օրենքը ուժ չունի ու չի պատժում նրանց, ովքեր արժանի են։ Երբ որ դեռ չուներ հոգեկան խնդիրներ ու հանցագործություններ էր կատարում,
տանում էին ոստիկանական բաժանմունք, մի քանի ժամ պահում ու նորից ազատ արձակում։ Հաջորդ անգամ կմտածի դե լավ ինչ պիտի լինի, եթե բռնվեմ ընդամենը մի քանի ժամ գործնելու, եթե չբռնվեմ օգուտ կունենամ։ Շարլոտի քաղաքապետը հոգեկան հիվանդությունները համեմատում է քաղցկեղի հետ ու ասում, որ այս մարդիկ անմեղ անձնավորություններ են, որոնք չեն ընտրել իրանց հիվանդությունները ու պետք չի իրանց մեղադրել։ Կա նման բան, բայց եթե հոգեկան խանգարումներ ունեցող մարդը ոչ 1, ոչ 2, ոչ 3, 13 անգամ ձերբակալվում է տարբեր հոդվածներով, կարելի է ինչ-որ պահի հասկանալ, որ այս մարդը օգնության կարիք ունի։ Եթե ոչ մի ձև չեն կարողանում օգնել, իրանց գոնե պետքա հասարակությունից անջատ պահել, որովհետև վտանգավոր են։ Չգիտեմ ինչքանով եք տեղեկացված Ամերիկայի քաղաքական իրավիճակից այս պահին, բայց մարդիկ բաժանվում են երկու հիմնական խմբերի ու գնալով այդ տարբերությունը ավելի ակնհայտ է դառնում։ Քանի որ ռասայական խտրականության մասին խոսվում է ամեն տեղ ու ամեն վայրկյան, մարդկանց մի մասը մտածում է, որ եթե հակառակը լիներ ամեն ինչ, այսինքն եթե հանցագործը լիներ սպիտակ, իսկ սպանվածը սևամորթ, ամեն ինչ ուրիշ կլիներ։ Բայց քանի որ աղջիկը ուկրաինացի էր, իսկ հանցագործը սևամորթ, մարդիկ արդարացնում են արարքը հիմնավորելով, որ ուներ հոգեկան խնդիրներ ու չէր ուզում նման բան արել։ Մարդկանց մի մասը հույս ունի, որ կտանեն հոգեբուժարան, իսկ մյուսները պնդում են, որ պիտի ենթարկվի մահապատժի, որպեսզի նման դեպքերը այլևս չկրկնվեն։ Իրինայի հայրը այդպես էլ չկարողացավ գալ, որ գոնե մասնակցեր աղջկա թաղման արարողությանը, որովհետև մասնակցում է պատերազմին։ Ավելի վատ չէր կարող լինել։ Գրում ենք ինչ ենք մտածում, ինչ պատժի արժանի Կարլոսը կամ ընդհանրապես ինչ լուծում կարելի է տալ այս հարցին։ Կհանդիպենք չգիտեմ երբ։ Գնացինք, bye։